Ղուկաս ավետարանիչը ի տարբերություն համատես մեկ այլ ավետարանչի, Մատթեոս ավետարանչի, Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան նախորդող շատ հետաքրքրական այլ դեպքեր ևս ներկայացնում է, ինչպես որ նախորդիվ խոսել ենք։ Այս անգամ ներկայացնելու ենք Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսի դրվագը, որ բացառապես Ղուկաս ավետարանչի գրչին է պատկանում։ Ինչպես որ նախաբանում էլ ասել ենք, Ղուկասը իր ավետարանը փորձում է պատմական փաստերով համեմել, ցույց տալու համար իր կողմից ներկայացվող դեպքերի իրական լինելը, եւ ահա այս դրվագն էլ Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսի վերաբերյալ սկսում է պատմական անձանց անուններ տալով։ Ղուկաս ավետարանիչը Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսի այս հատվածը մի քանի դրվագների է բաժանում։ Նախ խոսում է Եղիսաբեթի եւ Զաքարիայի մասին, Հովհաննես Մկրտչի ծնողների մասին, խոսում է Զաքարիայի քահանայական պաշտոն մատուցելու ապա խնկարկության հնարավորության մասին, ապա ներկայացնում է հրեշտակապետի հայտնությունը, Գաբրիելի հայտնվելը, որից հետո ներկայացվում է Գաբրիել հրեշտակապետի կողմից Հովհաննես Մկրտչի վերաբերյալ նրա առաքելությունը նկարագրող մանրամասն տեղեկությունները, որից հետո հարց ու պատասխանն է Զաքարիայի եւ հրեշտակապետի միջև, ապա Զաքարիայի վերադարձը դեպի իր տուն եւ Եղիսաբեթի հղիության ավետիսը։ Ուրեմն այս ամբողջ հատվածը Ղուկաս ավետարանիչը ներկայացնում է իր ավետարանի առաջին գլխի 5-րդ համարից մինչև 25-րդ համարն ընկած հատվածում։ Ավետարանիչն ասում է Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք Աբիայի քահանայական գերդաստանից մի քահանա կար Զաքարիա անունով, եւ սա ուներ կին, որը դուստրն էր Ահարոնի քահանայական տոհմի, եւ սրա անունն էր Եղիսաբեթ։ Ապա ավետարանիչը հատուկ կերպով շեշտում է, ասում է, եւ այս երկուսը Զաքարիան ու Եղիսաբեթը արդար էին եւ անարատ կերպով էին ընթանում Տիրոջ օրենքների ու պատվիրանների ճանապարհով։ Զավակ չունեին այս երկուսը, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր եւ Զաքարիան առաջացած տարիքում էր, երկուսն էլ ծեր էին։ Այս հատվածը ներկայացնելով Ղուկաս ավետարանիչը առաջին հայացքից մեզ կարող է թվալ, որ սկզբում միայն պատմական տվյալ է փոխանցում, ասելով, որ Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք էր սա, ապա հիշելով Աբիա քահանային եւ իր քահանայական տոհմը, ապա հիշելով Եղիսաբեթի դուստր լինելու հանգամանքը, Ահարոնի տոհմից սերելու հանգամանքը։ Բայց այստեղ շատ կարևոր մի երևույթ կա, որ առաջին հայացքից կարող է վրիպել մեր աչքից, բայց քրիստոնեական վաղ եկեղեցու մեկնիչները ուշի-ուշով հետևել են սրան։ Ղուկասը երբ որ խոսում է Հովհաննես Մկրտչի մասին, Հովհաննես Մկրտչի ծննդյանը նախորդած դեպքերի ավետիսի մասին եւ հիշատակում է Հերովդեսի անունը, գերազանցապես կարևոր մի նպատակ ունի։ Ցույց տալ, որ 5 տակարանյան կարևոր մի մարգարեություն կյանքի է կոչվում։ Ծննդոց գրքի 49-րդ գլխի 10-րդ համարում մենք կարդում ենք Հակոբ Նահապետի ամենազորավոր եւ շատ հետաքրքրական մի մարգարեություն Հուդայի մասին, իր զավակներից Հուդայի եւ նրա տոհմի մասին։ Ղուկաս ավետարանիչը Հերովդեսի մասին հիշելով այս ակնարկը տանում է մինչև Հակոբի մարգարեություն։ Հակոբն ասում է Հուդայի տնից իշխան չի պակասելու եւ ոչ էլ առաջնորդ նրա կողերից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները եւ ում սպասում են ժողովուրդները եւ ում սպասում են բոլորը։ Ուրեմն քրիստոնեական վաղ եկեղեցու, ինչպես նաեւ հրեական մտածողություն ունեցող մեկնիչների, հենց հրեական միջավայրի մեկնիչների կարծիքով Հակոբ Նահապետը հստակորեն ասում է, որ Հուդայի տնից իշխան չի պակասելու, անդադար է լինելու իշխանությունը Հուդայի, որը հետո Բենյամինի հետ միասին հյուսիսային թագավորության հիմնադիրն էին դառնալու, ընդդեմ մյուս 10 նահապետների, իրենց եղբայրների, եւ ներկայացվում է հետեւյալ հանգամանքը, որ պահին կտրվի Հուդայի տան շարավիղը, որ պահին այլևս իշխանության չլինի մեկը, որ Հուդայի ժառանգներից էր, Դավիթն էլ Հուդայի ժառանգներից էր։
Այսինքն որ պահին այս ժառանգության իշխանության թելը կտրվի, այդ պահին գալու է Մեսիան, գալու է օծյալ Տերը։ Հերովդեսը ազգությամբ հրյա չէր։ Սա էր պատճառը, որ Ղուկասը Հերովդեսի անունը հատուկ տալիս է, ասում է, սա այն ժամանակն է, երբ որ Հակոբ նահապետի մարգարեությունը իրականություն է դառնում, երբ որ այլևս իշխանության գլուխ կանգնած մարդկանց մեջ չկա որևէ մեկը, որ զտարյուն հրյա է, որ պատկանում է Հուդայի գերդաստանին, որ պատկանում է Հուդայի ցեղին։ Հերովդեսը Եդովմացի էր։ Հերովդեսը իշխանության էր եկել մի շրջանում, երբ որ Հռոմը գրավել էր ամբողջ Երուսաղեմը, Պոմպեոսը Քրիստոս առաջ 60-ական թվականներին գրավում է Երուսաղեմը եւ իշխանությունը անցնում է Հռոմին։ Հերովդեսի դրածո լինելով այլևս որևէ մեկը հրեական միջավայրից կասկած չուներ, որ իրենց Դավթի, Հուդայի իշխանությունը կտրված է։ Նույնիսկ ասում են, որ շատ իմաստուններ, ծերեր, օրենսգետներ ու քահանաներ հրեական միջավայրում լալիս էին ու բարձրաձայն կանչում էին, ասում էին. «Տեր, մենք այլևս չունենք իշխանություն, երբ է օծյալը գալու»։ Ուրեմն Ղուկասը, երբ որ Հերովդեսի անուն տալիս է, նաև այս նպատակն ունի։ Հստակ ցույց տալով նաև, որ երկու դերակատարները, Զաքարիան ու Եղիսաբեթը, իրենք քահանայական ծագում ունեն։ Առհասարակ ծագումնաբանությունը, տոհմաբանությունը, սերնդաբանությունները հրեական միջավայրի համար կարևորագույն հանգամանքներ են իրենց զտարյուն լինելը ցույց տալու համար, տվյալ առաքելությանը իրենց համապատասխան լինելը ցույց տալու համար։ Զաքարիան էլ քահանա լինելով կարող էր ամուսնացած լինել միայն քահանայական տոհմից սերող կամ ծագող մի կնոջ հետ, աղջկա հետ, եւ դրա համար է, որ Եղիսաբեթի անունը տալուց ասում է, որ Ահարոնի դուստրերից մեկն էր, Ահարոնի սերնդից էր ծագում։ Շատ կարևոր է ուշադրությամբ հետևել, որ Ղուկաս ավետարանիչը այս երկուսի անունը տալուց անմիջապես հետո ասում է, որ սրանք արդար մարդիկ էին։ Անարատ կերպով Տիրոջ պատվիրանների եւ օրենքների ճանապարհով ընթացող։ Ինչու է սա ասում Ղուկասը, որովհետեւ 5 տակարանյան մտածողության համաձայն եւ ընդհանրապես հրեական միջավայրում, հեթանոսական միջավայրում եւս կար հետեւյալ ընկալումը, որ եթե զույգը զավակ չունի, նշանակում է Աստված երես է դարձրել իրենցից։ Եթե ամուսնացել են եւ կինը զավակ չունի, չի ծննդաբերել, չի հղիացել, սա ցուցանիշ էր Աստծո կողմից անտեսված լինելու, չասելով ավելին, որ նույնիսկ Աստծո կողմից պատժի կամ անեծքի արժանացած լինելու։ Սա էր ցույց տալիս։ Բոլորի մտածողությունն այս էր։ Նույնիսկ օրենքի մեջ մի դրվագ կա, որտեղ Տերն ասում է, եթե հնազանդ լինեք Աստծո օրենքներին, ձեր մեջ անպտուղ մեկը չի լինի։ Ուրեմն այս ընկալումը կար Ղուկասի միջավայրում, բայց սա փաստորեն այն դեպքը չէր։ Եղիսաբեթի եւ Զաքարիայի դեպքը այդպեսին չէր։ Դրա համար Ղուկասը հատուկ ասում է, այս մարդիկ արդար էին։ Իրենք անարատ կերպով Տիրոջ պատվիրանների եւ օրենքների ճանապարհով էին ընթանում։ Շատ մարդկանց համար չի, որ Աստվածաշնչում մենք կարող ենք այսպիսի տողեր կարդալ, տեսնել։ Եղիսաբեթն ու Զաքարիան իսկապես բացառիկ անձինք են, ում մասին այսքան շռայլորեն խոսում է ավետարանիչը։ Եվ սրանից անմիջապես հետո Ղուկասը ներկայացնում է այն, որ ըստ կարգի Զաքարիան իր քահանայական պաշտոնն էր մատուցում, որովհետև օրերը հասել էին իր պաշտոնավարման, ծառայությունը մատուցելու իր օրերն էին, եւ ասում է օրենքի համաձայն վիճակը ընկավ իրեն, եթե այսօրվա լեզվով խոսելու ունենք, բախտը բերեց, վիճակն իրեն հասավ, որպեսի տաճարում խնկարկելու ծառայությունը ինքը մատուցեր։ Պատկերացնելու համար, թե ինչպիսի մեծ բարեբախտություն էր սա, ընդհանրապես պետք է հիշել, որ Զաքարիայի քահանայության ժամանակ Երուսաղեմում կային շուրջ 20,000 քահանաներ։ Մոտավորապես 20,000 քահանա ամբողջ ուրեմն հրեա ժողովրդի ծիսական պահանջմունքները բավարարելու համար ծառայում էին Երուսաղեմում եւ սրանցից տարվա կտրվածքով ընդամենը 1 կամ 2 տասնյակ քահանաներ էին, որ կարողանում էին մուտք գործել տաճարի սրբություն սրբոց եւ այնտեղ խնկարկման պաշտոն մատուցել։ Ուրեմն կարելի է պատկերացնել, թե Զաքարիայի երջանկությունը եւ ուրախությունը ինչպիսի չափ ու սահմաններ ունեին։ Զաքարիան մտնում է տաճար խնկարկելու եւ Ղուկաս ավետարանիչը հատուկ կերպով շեշտում է, ասում է խնկարկության ժամին ամբողջ ժողովուրդը դրսում աղոթում էր։ Եթե տաճարը փորձենք վերհիշել, տաճարի կառուցվածքը, ապա տաճարի սկզբի հատվածը կանանց սրահներ, որտեղ որ կարող էին հավաքվել նաև հեթանոսները, որոնք որ
դեռևս միաստվածության չէին եկել, բայց այդ ճանապարհն էին բռնել։ Կանանց սրահից հետո գալիս էր տղամարդկանց կամ բուն իսրայելացիների սրահը, որտեղ որ հավաքվում էին տղամարդիկ Իսրայելի, եւ ապա գալիս էր քահանայական դասի հատվածը, որից հետո նոր կարող էր հասնել սրբություն սրբոցին, որի առջև գտնվում էր զոհաբերության սեղանը։ Ուրեմն մի քանի շերտ բազմությամբ լցված տաճարը խնկարկման պահին ամբողջությամբ դրսում կանգնած աղոթքի է։ Ավետարանիչն ասում է, որ խնկարկման սեղանի աջ կողմում հրեշտակը երևաց, Տիրոջ հրեշտակը երևաց Զաքարիային եւ Զաքարիայի մեջ ահ ընկավ։ Ասում է խռովվեց Զաքարիան եւ իր մեջ վախ ընկավ, որովհետեւ ամեն անգամ չէ, որ որևէ մեկը կարող էր տեսնել հրեշտակի կամ վերերկրային մի իրադարձություն տեղի ունենալ իր հետ։ Եվ այստեղ կարևոր է մի հետաքրքիր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որ Ղուկասը, որը ի սկզբանե անդադար խոսում է պատմականության մասին, ցույց է տալիս, որ ամեն բան ինքը հստակ ի սկզբանե ականատեսներից, խոսքի ականատեսներից ու վկաներից ճշտել է, ինքը ամեն բան ստուգել է եւ պատմական փաստերով ամեն բան փորձում է ապացուցել, իր ավետարանի հենց սկզբում խոսում է երկու մեծ վերերկրային իրադարձությունների հրաշքների մասին, որոնք որ պատմականորեն փաստել մեծ հաշվով հնարավոր չէ։ Առաջինը հենց այս Հովհաննես Մկրտչի ավետման դրվագն է, որտեղ հրեշտակի հայտնությունն է ներկայացնում մի մարդու կյանքում, որ ամբողջ կյանքում քահանայագործել էր եւ հավանաբար կյանքի մեջ առաջին անգամ էր, որ հրեշտակի էր տեսնում եւ զարմանքից ահ ու դողի մեջ էր, եւ սրանից անմիջապես հետո ներկայացնում է երկրորդ հրաշալի դեպքը Մարիամի եւ հրեշտակի հանդիպում, որտեղ որ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսն է տալիս հրեշտակ։ Ուրեմն զարմանալի պարադոքսի ենք հանդիպում։ Ղուկասը, որ պատմականության կողմնակիցն է, պատմական անձանց հիշատակելով հանդերձ երկու գերբնական իրադարձության մասին է խոսում։ Զաքարիան վախենում է եւ բնական է այս վախը, որին ի պատասխան հրեշտակն ասում է այն խոսքերը, որ հետո բառացիորեն պիտի կրկնի Մարիամի հետ հանդիպման ժամանակ։ Հրեշտակն ասում է մի վախեցիր Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ եւ ահա քո կինը Եղիսաբեթը մի զավակ կծնի, որի անունը կդնեք Հովհաննես։ Հովհաննես, որ նշանակում է Տերը ողորմած է։ Ուրեմն պատկերացնել կարելի է հավանաբար, թե ինչ հոգևոր, մտավոր, հավանաբար նաև ֆիզիկական դժվարությունների, տանջանքների ու տառապանքների ճանապարհով է անցնում մարդ, երբ ամուսնացած է երկար տարիներ ու զավակ չունի։ Եղիսաբեթն ու Զաքարիան այդ զույգերից, հարյուր հազարավոր այդ զույգերից մեկն էին, որոնք որ երբևէ Աստծուն չհակառակվեցին եւ չթշնամացան, չդառնացան, որ զավակ չունեն։ Միշտ հարց է առաջանում, մեկնիշները նույնիսկ այս մասին խոսում են, քրիստոնեական տարբեր եկեղեցիների քարոզիչներ այս մասին խոսում են, ասում են, ինչի մասին էր աղոթում Զաքարիան տաճարում։ Ինչի համար էր ինքը կանգնել պաշտոնի։ Նախ պետք է շեշտենք, որ երբ որ խունկ մատուցելու մասին ենք խոսում, պիտի հիշենք, որ խունկը մատուցվում էր իբրև ամբողջ ժողովրդի կողմից մատուցվող աղոթքի նշան։ Եվ խունկի անուշահոտությունը երբ բարձրանում էր վեր, այսօր էլ քրիստոնեական եկեղեցու փորձառության մեջ մենք այդպես ենք բացատրում, դա խորհրդանշում է մեր աղոթքների, մեր զոհաբերության, բանավոր զոհաբերության, ոչ իրական կենթանու զոհաբերության, այլ մեր աղոթքների, մեր սրտի, մեր հոգու խոնարհումի եւ զոհաբերության անուշաբույր հոտն է խորհրդանշում, որ բարձրանում է դեպի երկինք։ Եվ ամբողջ ժողովրդի համար էր Զաքարիան աղոթում։ Դժվար է պատկերացնել, որ ծերության տարիքում, երբ տասնամյակներ շարունակ այս մարդիկ փորձել են եւ զավակ չեն կարողացել ունենալ, դժվար է պատկերացնել, որ օր ծերության կյանքի մեջ հավանաբար վերջին մի անգամ կամ նույնիսկ առաջին ու վերջին մի անգամ հնարավորություն ունենալով խնկարկել տաճարում, Զաքարիան օր ծերության պիտի աղոթեր, որ զավակ ունենար, որովհետև պատկերացնել հնարավոր չէր օր ծերության։ Ուրեմն Զաքարիան ամենայն հավանականությամբ աղոթում էր իր ժողովրդի համար, հրեա ժողովրդի համար։ Բայց այստեղ է, որ շատ հետաքրքիր, խորհրդանշական ու իսկապես քաղցր հոգևոր մի դաս է փոխանցում Ղուկաս ավետարանիչը, հատկապես եթե Զաքարիա անունը փորձում ենք բացել։
Զաքարիա եբրայերենով նշանակում է Տերը հիշում է, Տերը չի մոռանում։ Եվ երբ որ հրեշտակն ասում է Զաքարիան, թե մի վախեցիր Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ, եւ Եղիսաբեթը քո կինը պիտի մի որդի ծնի, որի անունը պիտի դնեք Հովանես, հրեշտակը այդ պահին Զաքարիայի կողմից արված աղոթքի մասին չէ հավանաբար, որ խոսում է, այլ տարիներ շարունակ իր երիտասարդությունից սկսած կատարված աղոթքների մասին է խոսում, որ երևի 100 հազարավոր անգամներ աղոթել էր զավակ ունենալու համար եւ այդպես էլ չէր ստացվել։ Ուրեմն այս օրինակով Ղուկասը մեզ մեկ անգամ եւս հիշեցնում է, որ Տերը չի մոռանում։ Աստված հիշում է վերստին ու վերստին մեր բոլորի աղոթքները եւ գործում է այն ժամանակ, երբ մենք այլևս հույս չունենք, թե կարող է որևէ բան փոխվել այն իրականության մեջ, որտեղ մենք ենք գտնվում։ Այս հատվածը մեզ հիշեցնում է, որ ձեր կյանքում ակնկալիքներ ու սպասելիքներ ունենալուց երբեք մի նեղսրտեք, որ անմիջապես չեն իրականանում ձեր ցանկությունները, որովհետև կարող է եւ ձեր չսպասված ժամին անակնկալ կերպով դրանք իրականություն դառնան, որովհետև Տերը երբեք չի մոռանում։ Երբ որ հրեշտակն ասում է, որ նրա անունը կդնես Հովանես, անմիջապես հետո շարունակելով նկարագրում է Հովանես Մկրտչի առաքելությունը։ Ասում է, որ սա Տիրոջ առաջ մեծ մեկն է լինելու, ոչ թե մարդկանց աչքին, իր գոլեգաների, իր դասակարգի մարդկանց մեջ մեծ չէ, Տիրոջ առաջ, Աստուծո աչքի առաջ մեծ մեկն է լինելու, գինի եւ օղի կամ այլ թարգմանությամբ թունդ խմիչք չի օգտագործելու, իր մոր որովայնից լցված է լինելու Սուրբ Հոգով եւ Իսրայելի որդիներից շատերին դարձնելու է դեպի իրենց Տերը։ Անմիջապես այս խոսքերից հետո հրեշտակը շարունակում է ու ասում է, նա առաջնորդվելու է Եղիա մարգարեի, Եղիայի հոգով ու զորությամբ Տիրոջ առաջ, նրա առջևից Եղիայի հոգով ու զորությամբ է ընթանալու։ Եվ ապա սքանչելի օրինակներ է բերում, ասում է, հայրերի սրտերը դարձնելու է իրենց որդիներին, անհնազանդներին դարձնելու է արդարների իմաստությանը, Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ կազմելու։ Այսքանով ավարտում է հրեշտակը Հովանես Մկրտչի առաքելությունը եւ իր գործունեության նկարագրությունը տալով, որը որ առաջին ընթերցմամբ է միայն, որ կարող է պարզապես գեղեցիկ խոսքերի, այսպես ասենք, շարադրանք տվալ մեզ, բայց ինքը իրականում շատ մեծ աստվածաբանական եւ հոգեվոր խորհուրդ ունի։